Ողջույն, ես Անգելինան եմ եւ այսօր կուսումնասիրեմ ստեղծագործողի մասնագիտությունը։ Ասեմ, որ այն կապված է երևակայության, ինչպես նաեւ ի վերուստ տված շնորհը։ Եվ այս թեմայի շուրջ կզրուցեմ բանաստեղծ երգահան Ավետ Բարսեղյանի հետ։ Ինչ ճանապարհ է պետք անցնել բանաստեղծ երգահան դառնալու համար։ Կարդալ շատ, գիտակցությունը զարգացնել, այդ ճանապարհը անցնել։ Բայց հստակ ինչ-որ բանացել անջան չկա, ոնց էլ դառնում, որ ագետը անես, բրգետը անես, հետո կդառնաս, թե չկա։ Це մտքի ու լեզվամտածողության ինչ-որ քիմիան որ իմանաս, դրա բանաստեղծ կամ երգահան կարող է դառնալ անպայման չի բանաստեղծ կամ բանաստեղծ ունես անպայման չի երգեր ուզենաս գրես։ Ինչ միջավայրում եք ավելի լավ ստեղծագործում։ Դրության մեջ է։ Միջավայրը իդեպ կապ չունի, գիտես ես այնքան երգ ու բանաստեղծություն նաև գրել եմ այս կաֆեն, որտեղ ես ուրեմն նստած եմ։ Միջավայրը ավելի ներսի միջավայր է, որ խաղաղ է լինում, լավ բաներ լինում, կամ որ շատ փոթորկված է լինում, կամ ջղայնացած, նեղված է լինում, ներսի միջավայրից ավելի, քան որ ասեմ, թե ինչ-որ հատուկ պայմաններ են պետք։ Երգի բառեր գրելիս դուք նախօրոք իմանում եք, թե ով է կատարողը։ Հա, հիմնականում միշտ գրելիս արդեն գիտեմ այդ երգը ով է երգելու, դրա համար պատկերը կա։ Ինչ խորհուրդ կտաք սկսնակ երգահաններին։ Ես խորհուրդ եմ տալիս որևէ կերպ խորհուրդ չտալ, որևէ մեկին ով է նոր է սկսում ինչ-որ բան անել, հատկապես արվեստի գծում։ Խորհուրդ եմ տալիս սեփական ինդիվիդուումին հանգիստ պահել, որովհետև մարդու ամենամեծ խորհրդատուն հենց ինքը իր սիրտն է, իր գիտակցությունը, իր միտքը։ Դրա համար խորհուրդ տալ էլի չեմ սիրում։ Շատ լավ, շատ հետաքրքիր զրույց ստացվեց, շնորհակալություն։ Ես եմ քեզ շնորհակալ, կարող եմ քեզ Ասեմ, որ ինձ անչափ դուր եկավ, շատ հետաքրքիր էր, թե ինչ սպասեք նոր մասնագիտությունների ուսումնասիրությանը։ Stay tuned։